4 հայ գերիների վերադարձը հանրությանը նոր հույսեր տվեց, բայց եւ նոր հարցեր բացեց։ Սա քաղաքական պայմանավորվածություն էր, թե քաղաքական գործընթացի շարունակություն։ Հարցերի մասին կզրուցենք իրավապաշտպան Աննա Մելիքյանի հետ։ Շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Եվ այսպես ձեր գործընկերները պնդում են, որ նման վերադարձ սովորաբար լինում է քաղաքական պայմանավորվածությունների հետևանքով արդյունքում։ Սա քաղաքական պայմանավորվածություն էր եւ եթե այո, ում միջև է տեղի ունեցել, ովքեր էին կողմերը։ Ցավոք սրտի վերջերս բոլոր հայրենադարձություններն էլ տեղի են ունենում ինչ-որ քաղաքական գործարքների արդյունքում, ոչ թե իրավական գործընթացների շրջանակներում, թեև միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված էր, որ կոնֆլիկտով պայմանավորված ազատությունից զրկված բոլոր անձինք պետք է հայրենադարձվեն ռազմական գործողությունների անմիջական ավարտից հետո, բայց ինչպես տեսնում էինք, տարբեր պատրվակներով, հիմնականում դատավարությունների միջոցով Ադրբեջանը անդադ հետաձգում էր այդ գործընթացը եւ բոլոր վերջին ժամանակահատվածում 21 թվականից ի վեր հայրենադարձությունները կարելի ասել, որ տարբեր քաղաքական պայմանավորվածությունների կամ գործարքների արդյունք էր։ Կհիշեք, մենք ունենք դեպքեր, երբ որ ականապատման քարտեզների դիմաց էր կարծես թե վերադարձվել մի խումբ մեր հայրենակիցներ, որոշ դեպքերում այլ պետությունների միջամտությամբ էին, բարեխոսության արդյունքում կամ այլ գործարքների արդյունքում վերադարձվել հայրենակիցներ, այդ թվում է Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերահաստատման համատեքստում էր, Հունգարիան միջնորդել եւ այլն։ Ցավոք սրտի սա շարունակություն է, այն իմաստով ցավոք սրտի, որ իրոք իրավական գործընթացների երաշխիքների արդյունքում չի եւ ամեն անգամ մենք պետք է փաստորեն ապավինենք ինչ որ գործարքների, ինչ որ միջնորդության, որի արդյունքում մեր հայրենակիցները, հայերը Բաքվում պահվող կհայրենադարձվեն։ Ըստ էության սա մարդասիրական, այսպես ասած, ժեստ չէ։ Ոչ միայն մարդասիրական, այսինքն հայրենադարձությունը իր բնույթով իհարկե մարդասիրական է, բայց դա չէր հիմքում դրված հայրենադարձության, այլ ովքեր էին կողմերը պայմանավորված։ Ըստ էության թեև Հայաստանի կառավարությունը հերքում է, որ երկու սիրիացիներ, որոնք որ դատապարտվել են Հայաստանում եւ Թուրքիայի միջամտությամբ վերադարձվել են ըստ պաշտոնական տվյալների, պատիժը կրելու Սիրիայում, կարծես թե հանգամանքների վերլուծությունը կարող է մեզ թույլ տալ եզրահանգել, որ իրականում ինչքան էլ այլ հիմք է վկայակոչվում, իրոք հաշվի առնելով, որ երկու դեպքում էլ այդ անձինք կոնֆլիկտի համատեքստում էին ազատությունից զրկվել, դատապարտվել եւ այլն, ըստ էության փոխկապակցված գործընթացներ են, ուղղակի այստեղ միջնորդավորված էր հայրենադարձությունը Սիրիայի քաղաքացիների, քանի որ ոչ թե ուղարկվել են Ադրբեջան, որի տարածքում, այսինքն որի օգտին ենթադրաբար նրանք որպես վարձկան հանդես են եկել եւ դրա համար Հայաստանում դատապարտվել են, այլ Թուրքիայի միջոցով վերադարձել են Սիրիայի հանրապետություն։ Ըստ էության բոլորս գիտենք, որ Թուրքիայի իշխանությունները հիմա աջակցում են ներկայիս Սիրիայի իշխանություններին եւ կարծես թե տրամաբանական է նաեւ, եթե Սիրիայի կողմից եղել է համապատասխան միջնորդագիր, համապատասխան գործընթացների շրջանակներում աջակցել է այդ գործընթացին եւ միջնորդ հանդիսանալ։ Դուք հանդիպել եք վերադարձածների հետ եւ ձեր արդյոք այդ հանդիպումից հետո եթե տեղի ունեցել, ձեր կասկածները փարատվել են, թե միգուցե ավելի է խորացել մնացյալ գերիների մասով։ Ոչ, վերջերս հայրենադարձվածների հետ չենք հանդիպել եւ կարծում եմ իրենք չափից շատ ուշադրության կենտրոնում են հիմա եւ կարիք չկա անտեղի անհանգստացնել։ Իսկ իրականում շատ ժամանակ նախկինում, ասենք մեր հանդիպումների ընթացքում այլ հայրենադարձած գերիների հետ ակնհայտ երևում էր, որ այնպես չէ, որ նրանց էլ տրամադրվում էր համապատասխան տեղեկություններ, որպեսզի իրանք լիարժեք պատկերացում կազմեն, թե ինչ է կատարվում, ինչը չի կատարվում եւ այլն։ Որոշ դեպքերում նախապես են իմացել, չի հաջողվել նույն պահին, այսինքն այն ժամանակահատվածում, երբ որ ենթադրաբար պլանավորվում էր նրանց հայրենադարձնել, տեղի չի ունեցել, եղել է եւ հակառակը, երբ որ իրենց մոտ ակնկալիք չի եղել, որ մոտ ապագայում կհայրենադարձվեն, բայց արագ զարգացումների արդյունքում որոշ անձինք հայրենադարձվել են։ Իրականում մենք որպես իրավապաշտպան կազմակերպություն մտահոգված ենք նրանց առողջական վիճակով եւ կարեւորում ենք, որ համապատասխան եւ հետազոտություններ եւ աջակցություն տրամադրվի համապատասխան մարմինների կողմից եւ
Նրանցից ոմանք 5 տարուց ավելի եղել են գերության մեջ եւ դա շատ կարեւոր է, այսինքն աջակցություն ցուցաբերելը եւ նրանց մենակ չթողնելը այս պահին շատ կարեւոր է։ Հանրության վերաբերմունքը ինչպես պետք է դրսևորվի նրանց նկատմամբ։ Միայն աջակցող, այսինքն այստեղ կարծում եմ երկու կարծիք չի կարող լինել։ Նկատի ունեմ լրատվամիջոցները պետք է գնան հարցազրույց վերցնեն, նրանք պետք է զրուցեն մեդիայի հետ, մարդկանց հետ, հարևանների հետ։ Շատ կարևոր հարց եք տալիս, իրականում մարդասիրական իրավունքի շրջանակներում անգամ արգելված է գերիներին հետաքրքրության սուբյեկտ դարձնելը եւ չափազանց ուշադրություն այդ ունեւ ԶԼՄ-ների կողմից հատկապես անձնական կյանքի միջամտությունը կամ այն դեպքերում հարցազրույց հայցելը, երբ որ ցանկություն չկա, մասնակցելու եւ բացառիկ դեպք է անձնական կյանքի տիրույթ մտնելու խնդիր չի դրված, այստեղ բոլոր դեպքերում բացառիկ է։ Անձը գտնվում է շատ խոցելի վիճակում եւ 5 տարուց ավելի նրանցից շատերը գտնվել են բավականին խոցելի իրավիճակում եւ այս պահին կարծում եմ շատ կարեւոր է հաշվի առնել նրանց զգացմունքները եւ ցանկությունները։ Այսինքն հասկանում եմ, որ լավ լուրերի պակաս մենք ունենք ընդհանուր առմամբ եւ սա այն լավ լուրերից էր, որ բոլորս էլ շատ ուրախացանք եւ ուրիմացանք, բայց ԶԼՄ-ները ունեն եւ էթիկապես եւ իրավունքի տեսանկյունից պարտավորություն նաեւ չվնասել։ Այսինքն անձը պետք է ինտեգրվի ընտանիքի հետ ժամանակ անցկացնի, եթե կարիք կա մասնագետների հետ ժամանակ անցկացնի, որպեսզի արդեն նաեւ ցանկություն ունենա եւ վստահ լինի, որ ցանկանում է կիսվել, հա, կամ իր փորձով, կամ ապագայի ակնկալիքներով եւ այլն։ Եթե նման ցանկություն չկա, պնդել եւ ակտիվորեն հայցել համապատասխան տեղեկություններ անտեղին է իրականում եւ լրացուցիչ ճնշում է, այդ թվում նաեւ կարող է ռետրավմատիզացիայի խնդիր լինի եւ այլն։ Այս պահին ինչ տվյալներ ունեք մնացյալ գերիների մասով, ինչ վիճակում են, որովհետև Բաքուն, եթե չեմ սխալվում, մեդիայում տարածեցին լուսանկարներ, ինչ որ լուսավոր սենյակներ եւ այլն, այսինքն փոխվել են նրանց պահման պայմանները, ինչ տվյալներ ունեք դուք եւ թվի մասով քանի հոգի են այսօր պաշտոնական թիվը, քանի հոգի են գտնվում Բաքվում։ 19 հոգի 23-ից նախկին պահվողներից դեռևս Բաքվում են, նրանցից 16-ը 23 թվականին ազատությունից զրկվել են եւ դեռևս դատավարությունները չեն ավարտվել, թեև մեծ դատավարություն 15 հոգանոց դատավարության փուլը գրեթե ավարտական է եւ սպասում ենք դատավճռի, եւս 3-ը արդեն դատապարտվել են, նրանցից շատ կարևոր է դա հիշել, որ 20 թվականից հենց առաջի մեր գերիներից էին իրականում այդ երկուսը, որ դեռ մնացել են, Լյուդվիկը եւ Ալոշան, այսինքն 5 տարուց ավելի անազատության մեջ են եւ դատապարտվել են բավականին երկարաժամկետ ազատազրկմանը եւ մենք հույս ունենք, որ հայրենադարձության դեպքում բոլոր գոնե 20 թվականի անազատությունից զրկվածներին կվերադարձնեն, բայց ցավոք սրտի նրանք այս 4-ի թվում չէին։ Ընդհանուր առմամբ բոլորս գիտենք, ու սա բնորոշ է շատ երկրներին, հատկապես բռնապետական, երբ որ տպավորություն են փորձում ստեղծել, որ ապահովում են մարդկանց իրավունքները, բայց մյուս կողմից ընդհանուր առմամբ շոու է, այսինքն երբեք վատ նկար, պատկեր որևէ պետական մարմին ցույց չի տա թույլ տալու, որպեսզի ամրապնդվեն այն կասկածները կամ ենթադրությունները, որ պահման պայմանները բավարար չեն։ Ընդհանուր առմամբ ավելի լավ պահման պայմաններ են, քան եթե համեմատենք 5 տարի առաջ այդ անձինք որ պայմաններում որ պահվել են, բայց բնավ ամեն ինչ արվում է, որպեսզի այդ բեմադրության ընդհանուր մասը շարունակաբար ապահովի, հատկապես սա կարևոր է, քանի որ գիտեք Եվրոպական դատարանում, մարդու իրավունքների Եվրոպական դատարանում շարունակվում են այս գործերի քննությունները եւ նրանք պարբերաբար, իսկ Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար պետք է տեղեկություններ տրամադրեն պահման պայմանների, առողջական վիճակի, վերաբերմունքի վերաբերյալ եւ այլն։ Ուստի սա շատ կարեւոր ապացույցներից մեկն է, ցույց տալու, որ տեսեք, ընտիր պայմաններ ենք ստեղծել ու որևէ խնդիր չկա։ Ինչպես ասում են, շոուն շարունակվում է։ Քանի որ մի տեսակ վակուում է, ինֆորմացիոն վակուում է անհետ կորածների մասով, նրանց հարազատները ում կարող են դիմել, որպեսզի քիչ թե շատ ակտիվացնեն գործընթացը եւ ովքեր են պատասխանատու սովորաբար նման իրավիճակներում։ Հայաստանում գործում է համապատասխան իրավազորություն ունեցող հանձնաժողով, միջգերատեսչական հանձնաժողով, որը ղեկավարվում է ԱԱԾ տնօրենի կողմից, բայց ներկայացված են համապատասխան շահագրգիռ մարմիններ, այդ թվում նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք
զբաղվում են անհայտ կորած անձանց եւ ընտանիքների շահերի պաշտպանությամբ։ Այդ հանձնաժողովը իրականում այն իրավասու մարմինն է, որը հենց օժտված է համապատասխան լիազորություններով եւ որը սուղ տեղեկատվություն է տրամադրում հարազատներին, ովքեր անverջ բողոքում են կառույցի դեմ առջև եւ չբավարարված այդպես էլ պատասխաններ չստացած հեռանում են այդ տարածքից։ Միջազգային որևէ կառույց զբաղվում է դրանով։ Անհայտ կորածների ընտանիքների իրավացիորեն են բողոքում իրականում, որովհետև տեղեկատվության տրամադրումը դա այն պարտավորություններից առաջնահերթ պարտավորություններից է, որը պետությունը պարտավոր է անել, ասելու թե ինչ ջանքեր է գործադրել, որպիսի բարձեն հանգամանքները անհայտ կորելու կամ գտնվելու վայրի եւ այլն։ Երբ որ դա չի արվում պետությունը իր նախաձեռնությամբ, այդ դեպքում ընտանիքները բնավ ցանկություն հայտնում են, փորձում են, միջնորդում են, որպիսի այդ տեղեկությունները ստանան, բայց չեն ստանում ցավոք սրտի։ Ավելին ասեմ, վերջին ամիսների զարգացումները ցույց են տալիս, որ որոշ պետական մարմիններ փոխարեն փորձեն հասկանալով, թե ինչ խոցելի իրավիճակում են գտնվում այդ ընտանիքի անդամները, չունենալով որևէ տեղեկություններ 5 տարի կամ որոշ դեպքերում 30 տարուց ավելի, առաջին պատերազմից եւ այլն, փոխանակ փորձեն մեղմացնեն այդ անհանգստությունները եւ հանդիպումները պատշաճ կազմակերպեն, հրաժարվում են, ձգձգում են եւ այլն, ինչը լրացուցիչ լարվածության տեղ է տալիս։ Այս պահին կան մի քանի գործընթացներ եւ մարդու իրավունքների եվրոպական դատարանում եւ կա համապատասխան ՄԱԿ աշխատանքային խումբ, որը զբաղվում է բռնի հետացած անձանց իրավունքներով, որտեղ որ անհայտ կորած անձանց շատերի վերաբերյալ կան գործընթացներ, ցավոք սրտի, ինչպես քիչ առաջ նշեցի, Ադրբեջանը, քանի որ հիմնական աղբյուրը, որը կարող է տրամադրել որևէ տեղեկություն, Ադրբեջանն է, չի տրամադրում համապատասխան տեղեկություններ, կամ ասում է չունեմ, կամ ասում եմ ընդհանրապես այդ անձանց հետ ընդհանրապես չենք առնչվել եւ որևէ ասելիք չունեմ։ Ուստի այդ իմաստով ուղիները փակվում են եւ շատ քիչ բան է հնարավոր է անել, երբ որ չկա հասանելիություն տարածքի, որպեսզի տեղում որոնական աշխատանքներ իրականացվեն եւ չկա համագործակցություն, պատշաճ արդյունավետ համագործակցություն այն պետության կողմից, որը վերահսկում այդ տարածքը։ Այս 4 հայերի վերադարձը հանրության մոտ նոր հույսեր է արտացրել եւ մարդիկ կարծում են, որ առաջիկայում եւս կարելի է սպասել գերիների վերադարձի։ Նույնիսկ ժամկետներ են նշում, ասում են, որ խորհրդանական ընտրություններին ընդառաջ շատ հավանական է, որ նոր գերիներ գան։ Դուք որքանով եք իրատեսական համարում այս հույսերը։ Մի կողմից շատ կարևոր է, որ այդ հույսերը լինեն, որովհետեւ ոչ թե միայն հույսեր լինեն, այլ պահանջատիրություն լինի, այսինքն մեր հասարակությունը ընդհանուր առմամբ ընտանիքները մասնավորապես, բայց ընդհանուր հասարակությունը պետք է կառավարությունից առաջին հերթին անընդհատ պահանջի այս խնդիրը օրակարգում պահելը եւ առաջնահերթ դարձնելը եւ բոլոր ջանքեր գործադրել, որպեսզի մնացած 19 կամ 20 այս դեպքում, որտեղ չմոռանանք, որ ունենք նաեւ Լեռնային Ղարաբաղում մնացած մի հոգի, որը կրկին վերջերս դատապարտվեց եւ ըստ էության ավելացավ անազատության մեջ գտնվող հայերի թվին, եթե տենց խոսենք։ Ըստ էության մի կողմից պետք է լինի ճնշում կառավարության վրա, որպեսզի առաջնահերթ լինի եւ դիվանագիտական բոլոր ուղիները օգտագործվեն, որպեսզի դա տեղի ունենա։ Մյուս կողմից էլ այդ ներքին ճնշումը բնականաբար նաև արտաքին ճնշում է դառնալու, որպեսզի բոլոր միջազգային գործընկերները, որոնք որ ներգրաված են Հայաստանի շուրջ կամ տարածաշրջանում, ընթացող process-ներում, նաև ցանկություն ունենան միջամտելու եւ միջնորդելու, որպեսզի ունենանք հայրենադարձություններ։ Ժամկետների առումով բնականաբար դա կարծում եմ սխալ եւ անշնորհակալ գործ է կանխատեսումներ անելը, որովհետեւ գիտեք, նախկին փորձերից ունենք, երբ որ ընտանիքները ինչ որ ակնկալիքներ են ունեցել, որ իրենց ընտանիքի անդամը կվերադառնա ինչ որ կամ խմբի հետ, ինչ որ ժամկետներում եւ երբ դա տեղի չէր ունենում, դա կրկնակի հարված է եւ շատ ավելի ցավոտ, քան ուղղակի սպասողական վիճակը, թեև հենց միայն սպասողական վիճակը եւ գերիների ընտանիքների համար եւ անհայտ կորածների ընտանիքների համար ինքնին արդեն հոգեբանական խոշտանգում են կարելի ասել, լուրջ ցավ է օտարապանք է պատճառում։ Ոստի շատ կարևոր է սովորաբար որոշակի զարգացումների համատեքստում, օրինակ մենք ինչու ենք ասում, որ շատ ցավով տեսանք, որ օգոստոսի 8-ի համաձայնային գիրը ստորագրելիս որևէ հայրենադարձություն տեղի չունեցավ, որտեղ դա շատ լավ առիթ էր ցույց տալու, այդ թվում նաև ընդհանուր պետությունների կողմից խնդրի լուծման կարգավորման ուղղված, բարձրացնելու ու ընդհանուր ըստ էության ցույց տալու, որ այո, աշխատում ենք այն խնդիրների վրա, որոնք որ դեռևս չլուծված են, որպեսզի հայրենադարձություն լինի, բայց ցավոք սրտի չեղավ։ Ոստի ցանկացած որևէ զարգացում, որը կարող է նպաստավոր լինել կամ ինչ որ փաստաթղթի ստորագրում կամ ինչ որ
այց, որը որ կարևորվում է տարածաշրջան եւ այլն, միշտ կարող է լինել առիթ պատրվակ, որպեսզի դա տեղի ունենա։ Բայց որպեսզի դա տեղի ունենա, մենք եւ Հայաստանում եւ Հայաստանից դուրս պետք է անդադ պահանջատիրություն ցուցաբերենք, որ այս խնդիրը պետք է հնարավորինս շուտ լուծվի։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Մենք զրուցում էինք իրավապաշտպան Աննա Մելիքյանի հետ։ Ցտեսություն։